Էս ինչ քամի ա դրսում։ Ինչ անեմ, կարողա հելնեմ կանգնեցնեմ այս քամին։ Բայց իհարկե հասկանում ենք, որ մենք չենք կարող կանգնեցնել մրրիկը, փոթորիկը, քամին։ Ճիշտ այնպես, ինչպես չենք կարող կանգնեցնել երեխայի մոտ հանկարծակի ստեղծված կապրիզը։ 2-3 տարեկան երեխաների մոտ, ովքեր հանկարծակի պառկում են գետնին, սկսում են գոռալ, բղավել, լացել, իրենց ուղեղում էլ հենց այդ պահին փոթորիկ է։ Իսկ մենք ինչ ենք անում։ Կամ փորձում ենք հանգստացնենք, կամ մենք ենք գոռում։ Նա ոչ թե չի լսում ձեզ այդ պահին, այլ ուղղակի էմոցիոնալ ծանրաբեռնվածություն է իր մոտ։ Ինչ անել այդ պահին։ Մրրիկի ժամանակ ամենավտանգավոր բանը դուրս գալն ու քամու դեմ պայքարելն է։ Երեխայի կապրիզի ժամանակ նրան բացատրելը կամ նրա վրա գոռալը ամենաանօգուտ տարբերակն է։ Փոխարենը դարձեք նրա համար ամենաապահով նավահանգիստը։ Պարզապես նստեք հատակին իր կողքին ու թողեք, որ ինքը հանգստանա, առանց որևէ բան ասելու։ Ինքը կհասկանա, որ ինչքան էլ իր համար դժվար լինի, միևնույն է, դուք իր կողքին եք։ Եթե դուք էլ ուզում եք հասկանալ ինչպես դիմակայել երեխաների բնական աղետին առանց նյարդայնանալու, ապա հետևեք իմեջին։ Առջևում հետաքրքիր վիդեոներ են սպասվում։